Քիչ առաջ համացանցը բառացիորեն պայթեց, Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը մի ժամանակ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը տեսանյութ են հրապարակել, որն առաջացրել է իսկական շոկ։ Տեսանյութում նրանք գրկախառնվում են, հետո համբուրվում, ոչ մեկը չէր սպասում նման շրջադարձի։ Ժողովուրդը շփոթված է, իսկ մեկնաբանությունների բաժինը բառացիորեն եռում։ Մի կողմում ռոմանտիկներին սիրահարված հետևորդներն են, ովքեր համոզված են, երկար տարիների լռությունից հետո զույգը հաշտվել է, իսկ սա սիրո հաղթանակի հրապարակային արտահայտությունն է, սիրո վերադարձ, մեր սիրելի զույգը նորից միասին է, ժամանակը բուժում է ամեն ինչ, նման մեկնաբանությունները լցրել են սոցիալական ցանցերը։ Մյուս կողմում ավելի կասկածամիտ օգտատերերն են, ովքեր վստահ են տեսանյութը ընդամենը ֆիլմի կամ հեռուստասերիալի դրվագ է։ Սա հաստատ նկարահանումներից է, սցենարի մի մաս է, մարքեթինգային քայլ է, որ բոլորը խոսեն իրենց մասին, գրում են նրանք։ Տեսանյութը հրապարակվելուց ընդամենը մի քանի ժամ անց արդեն տասնյակ հազարավոր դիտումներ ունի և թվում է հաշված ժամերի ընթացքում կհասնի միլիոնի։ Հայկական շոու բիզնեսի շրջանակներում նման ռեակցիա վաղուց չէր գրանցվել։ Հիմա բոլորը սպասում են արդյոք Անին կամ Մովսեսը պաշտոնապես կխոսեն տեղի ունեցածի մասին, հնարավոր է սա իսկապես մեծ վերադարձ է կամ պարզապես հաջողված մանիպուլյացիա հանրային ուշադրության վրա, ինչ էլ որ լինի, նրանք նորից դարձան ամենաքննարկվող զույգը և այս պատմությունը դեռ երկար կտևի։ Նշենք, որ հենց սկզբից էլ նրանց սիրավեպի մասին PR քայլ էին համարում, իրենց անձի շուրջ հետաքրքրությունն առաջացնելու համար, իհարկե նրանք երկուսն էլ հերքել էին այդ խոսակցությունները, նշելով, որ իրենց հարաբերություններն անկեղծ են, ու չնայած հայտարարությանը Մովսեսն ու Անին բաժանվեցին ու այդ հանգամանքը բամբասանքների առիթ դարձավ, շատ էին վարկածները, թե ինչու ամենաներդաշնակ զույգերից մեկը բաժանվեց։ Մովսեսն ու Անին այդպես էլ չխոսեցին իրենց բաժանման հիմնական պատճառի մասին, մշտապես խուսափողական պատասխաններ էին տալիս։ Նույնիսկ իր հարցազրույցներից մեկում Մովսես Երեմյանն ասել էր. «Կարծում եմ, որ կինն ավելի շուտ է հասունանում, քան տղամարդը։ Կարող են կինն ու տղամարդը լինել 20 տարեկան, սակայն իրականում կնոջ մտածելակերպը կհամապատասխանի 25 տարեկան մարդու մտածելակերպին, իսկ տղամարդունը ոչ, ու բացարձակ պետք չէր այդքան շուտ տեղեկություններ տալ իմ անձնականի մասին, դա միանշանակ սխալ էր։ Հիմա այդպես հաստատ չեմ անի։ Ես այն մարդն եմ, ով սխալների վրա սովորում է։ Կան մարդիկ, որոնք չեն սովորում և շարունակ նույն սխալներն են կրկնում։ Ես սովորում եմ, ես չեմ վախենում ասել, որ սխալվել եմ, չեմ վախենում ասել կներես, եթե ես եմ մեղավորը, այդպես է ճիշտ։ Մովսեսից բաժանվելը կտրուկ որոշում էր։ Հաճախ մենք կտրուկ ենք դառնում, ելնելով մեր ինքնապաշտպանությունից, ասել էր Անին։ Կարծում եմ, ես ժամանակին ավելի շատ էի ինքնապաշտպանվում, քան հիմա ու մի քիչ էլ թքած ունեմ։ Ժամանակին այդպես չէր, իմ կյանքն այնպես է ստացվել, որ 18 տարեկանից նկարահանվում եմ։ Ես հասկացա իմ կյանքով չեմ ապրում, ինչը լուրջ անդրադառնում էր ինձ վրա։ Ես նեղացնում էի իմ հոգուն։ Որոշեցի ապրել իմ կյանքն այնպես, ինչպես ուզում եմ։ Ես դրանով չեմ անում այնպիսի բան, որ այլ մարդկանց վատ լինի, չեմ վիրավորում։ Մոսկվան ինձ շատ բան սովորեցրեց, սառը լինել, շատերն ասում են, ոնց կարելի է ապրել Մոսկվայի սառը մարդկանց մեջ, բայց իրենք մի շատ լավ գիծ ունեն, անկեղծ են, քեզ ոչինչ չեն պարտադրում, իրենք էլ քո առաջ ոչինչ պարտավոր չեն։ Ես դա շատ եմ սիրում։ Գուցե Մոսկվայի շնորհիվ ես էլ եմ ավելի սառը դարձել, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի շատ իմ հոգին սիրել, քան թույլ տալ, որ ուրիշներն իրենց լավ զգան։ Ինձ լավ չճանաչողները գուցե կարծում են մեծամտածել եմ, բայց ես կարող եմ հակառակն ասել։ Հիմա ավելի հաճախ եմ ժպտում, ավելի ջերմ եմ մարդկանց հետ, հոգեվիճակս ավելի հանգիստ է, ներսիս գույները շատացել են, ես գտել եմ ինձ ու կարողանում եմ երջանիկ լինել։ Եթե մենակ էի մնում, պետք է ընկերներիցս մեկի հետ շփվեի, հետաքրքրություն գտնեի, իսկ հիմա եկել եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնելու ու դրանով երջանիկ լինելու։ Երբեմն տեղի եմ տալիս արցունքներին, կարոտին, բայց ընդամենը մի քանի րոպե է տևում։ Ես հիմա տեղի եմ տալիս իմ էմոցիաներին ու դա շատ լավ է, որովհետև ժամանակին ես այդ մասին չէի խոսում, անգամ երբ մենակ էի լինում։ Զսպում էի հուզմունքս, որովհետև մտածում էի ես ուժեղ եմ,
և չպետք է լացեմ։ Հիմա հանգիստ թույլ եմ թողնում էմոցիաներս, եթե այդ պահին հոգիս ուզում է լացել, պիտի լացի, եթե ուզում է զանգել, ապա զանգում եմ մայրիկիս։ Մենակ ապրելը նաև լավ կողմ ունի, ես սկսեցի ժամանակ տրամադրել ու ավելի լավ ճանաչել ինձ, կյանքի մասին խորել։ Ամենակարևոր բանն այն էր, որ գտա ինձ ու ինձ հետ մենակ լինելու լիարժեքությունը։ Միշտ եմ տրամադրության մարդ եղել, բացի այդ, ամեն ինչ սկսել է շատ շուտ անհետաքրքիր դառնալ, ձանձրացնել ինձ, այն ժամանակ կարող էի թաքցնեի ձանձրույթս, հիմա չեմ կարողանում, եթե պիտի մռութներս կանխնստեմ մարդը զգա, ավելի լավ է անկեղծ լինեմ։ Առաջ հիասթափվում էի, որովհետև չէի սպասում, որ տվյալ մարդը նման բան կանի, հիմա բոլորից ամեն ինչ սպասում եմ և չեմ հիասթափվում, նույնիսկ մտերիմներից։ Ես կողքիս ունեմ հարազատ ու սիրելի մարդիկ, որոնց հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, ուղղակի եթե ինչ-որ բան այն չգնա, ես անակնկալի չեմ գա ինչպես առաջ։ Նշենք, որ Մովսես Երեմյանն այնուհետև ամուսնացավ Աննա Սիմոնյանի հետ և նրանք համատեղ որդի ունեն, նրանց հարսանիքը ևս քննարկվեց, նրանց զույգը նույն